կաթողիկոսին պաշտպանող որոշ առաքելական եկեղեցուց դուրս սեկցիա գնացող աղանդավորներ, ովքեր պաշտպանում են այսօր կաթողիկոսին։ Ես հասկանում եմ դուք ինչի եք ու ով է ձեր ուղեղի մեջ սրսկել, որ պիտի կաթողիկոսին այսօր դուք պաշտպանեք, անկախ նրանից դուք առաքելական եկեղեցու հետևորդ եք, թե բողոքական կամ ավետարանչական եք։ Իրանք դա ձեր ուղեղում սրսկել են, որ վաղը դու իրա դեմ ու իրա հրաժարականը չուզես։ Սա ասում եմ այն մարդկանց, ովքեր առաքելական եկեղեցուց դուրս գնում են ինչ-որ այլ տեղ Աստծո խոսք լսելու, որոշներն էլ աղանդավորներ են։ Այն հովիվը, որ քեզ կասի, որ չի կարելի Աստծո ծառայի դեմ բողոք բարձրացնել, դուք իմացեք, դա ոչ թե իրանք կաթողիկոս են պաշտպանում, այլ իրանք իրանց տեղն են ապահովում։ Երբ որ դուք կկարդաք Աստվածաշունչ, երբ որ դուք կկարդաք կտակարան ինքներդ, դուք կհասկանաք, երբևիցե Աստված քեզ ասելա դավաճանությանը օքեյ տուր, պոռնկությանը օքեյ տուր կամ դու մի խառնվի։ Ասելա։ Կարծում եմ չէ, եթե տենց բան լիներ, ես այդ Աստծուն չէի երկրպագի ու չէի հավատա։ Աստված արդար Աստված է։ Ու Աստծո խոսքը գրված է, իր ցանկությունները գրված է։ Վայ են մարդուն, ով Աստծո խոսքը կհարմարացնի իր շահերի համար։ Քանի տարի է կաթողիկոսը նստած է, քանի երկրի ղեկավարները ոչ բարովի եկե օժն է։ Ինչա մեր երկրի վիճակն այսօր, իրա օրնած ժողովուրդը չի, եթե դուք տենց եք նայում, որ իրա օրնությունը շատ կարևոր է։ Տեսեք ինչա կատարվում, իրա օրնած ժողովուրդի հետ ինչա կատարվում։ Երկու օր ուղղակի այս բոլոր ուղիղ եթերներիցս հետո երկու օր իմ SMS-ները բացեցի, որ մարդիկ մտածեցի ինքս իմ մեջ, ասում եմ, կարող է մարդիկ փոխվել են, կամ այս ընթացքում, այս երկար տարիների ընթացքում հասկացամ, որ ես ոչ մեկի շահ չեմ պաշտպանում, բացի իմ Աստծո շահերը, խոսում եմ ինչ-որ բաներից, որի մեջ նաև իմ խոսելուց ես ինքս եմ սովորում, ես տենց ինչ-որ կոպիտ ասած պրոպագանդիստ չեմ, շարմարտ չեմ, իմ նպատակը որոշների նման հայտնի դառնալը չի, որտեղ ես եթե ուզենայի հայտնի դառնայի, կամ եթե ուզեմ հիմա էլ ես ունեմ դրա հնարավորությունը։ Ես մտածեցի, ասել լավ, լկավնի բացեմ, կարող է մարդիկ փոխված լինեն, էլի։ Իսկ այդ կոմենտարիաներին մյուս դասին ամբողջ գիշերեր եք ուշքս գնացել այնքան եմ խնդացել։ Սա հա, այդ ժողովրդի, որոնք առաքելական եկեղեցուց դուրս ինչ-որ մեկի գառնուկն են ու ոչ Հիսուսի, ինչ-որ մեկի գառնուկն են ու ուղեղներին իրանց լցրած է, որ չի կարելի տիրոջ ծառայողին կոպիտ ասած ստուգել, հա։ Դատ նշանակում է ժողովուրդ ջան, դատ նշանակում է ստուգում։ Ստուգելու հիման վրա մարդուն դատում է։ Երեկ էլ եմ ասել ուղիղ եթերից մեջ մի վախեցեք։ Ձեր ցավոք սրտի այն մարդկանց եմ ասում, ովքեր որ կաթողիկոսին նայում են միջնորդ ու ոչ մենակ կաթողիկոսին, քահանաներին նայում են Աստծո եւ ժողովրդի միջնորդ
ու այդտեղ Հիսուս չկա։ Այդ մարդկանց, այդ հիվանդագին մարդկանց ես ասում եմ, որ մարդուն ստուգելու մեջ մեղք չկա։ Ստուգելուց հետո, երբ որ տեսնում են մարդը արդար է, այդ ժամանակ նոր հելեք ասեք, մեր արդար կաթողիկոսին դրեցիր, հանեցիր, դու սատանիստ ես։ Պատճառ ունեցեք, ինչ որ մի բանի, երբ որ դուրս եք գալի, պատճառ ունեցեք։ Գոնե այս անգամ պատճառ ունեցեք, որ պետք է հելնեք հետո կաթողիկոսի հետ գալը բան անեք, գոնե ասեք, տարար, դատեցիր, տեսար, այս մարդը անմեղ է, քո հերը, քո մերը, քո ինչ ուզում եք ասեք։ Իսկ եթե եղավ հակառակը, իսկ եթե ինքը ապացուցեց, որ իրականում այդ մարդը տիրոջը չի ծառայել, ինչ ես անելու այդ ժամանակ։ Արդյոք ուժ ունես ու այդքան հավատք ունես, որ ծոմապահության մեջ կմտնես, գոնե 3 օր։ Չես ծխի, չես խմի, նարկոտիկ չես անի, սուտ չես խոսա, հայոյանք չես անի, արդյոք ունես այդ բաները, որ կամքի ուժը, որ գոնե 3 օր տենց ծոմապահության մեջ մնաս ու որ Աստված քեզ ների։ Կաթողիկոսը չի եկել, չեկավ բան արեց, ազգային ժողովը օրհնեց։ Այնքան ինչքան որ օրհնել էր, ինչ խերվանք, որ գար մի հատ էլ էս վերջում ազգային ժողով օրհներ։ Կամ ինչ է նշանակում չարը չարին օրհնություն է տալու։ Չարը չարին ո՞նց կարա օրհնի։ Նայենք հոգևոր տեսանկյունով։ Որտեղ եք կարդացել, որ Աստված ասում է իմ օրհնությունը պիտի վաճառվի կամ իմ օրհնությունը պիտի նայվի, արդյոք պետք է լինել գնալ թե ոչ։ Ոչ, Աստծո օրհնությունը անգին է եւ բոլորի համար է։ Խիչը գնացիր, եթե դու հոգևոր ու իրականում քո սրտում բարիություն կա, ինչի՞ չգնացիր ազգային ժողովը օրհնեիր, ձեռ չես տալի քեզ։ Այսինքն քո ձեռն է, էլի օրհնությունը, կուզեմ կեթամ, լավ կլնեմ իմ համար կեթամ կորնեմ, չէ, պաշլի վիվսի այնտեղ։ Այդտեղ կաթողիկոս չկա, հանեք ու ոչ մեկը թանկարժ չմտածի կաթողիկոս դատելու համար Աստված իր վրա կջղայնանա։ Ինչ քրիստոնյա, հələ դուք մի հատ նայեք տեսեք Հայաստանում էս վերջի տարիներին, դուք քրիստոնյա աղջկա տեսք եք տեսնում, քրիստոնյա տղու տեսք եք տեսնում, տկլոր ֆրֆռում են, ինչ քրիստոնյայի մասին եք խոսում։ Էս ինչ կեղծ բաների մասին եք դուք եկել խոսում։ Քանիսը տեք սիրածներից հետ էթում եկեղեցի մտնում մոնվարում։ Կնիկը տերեխե տունը սիրածի հետ, որ պետք է տանես, հեսա եկեղեցուց դուրս գաս, տանես բերանը ու չգիտեմ ինչ անես։ Քանիսը տեք այդ քայլերն արել ու շարունակում անել։ Էս ինչ մի դրել եք սրբության սրբոց ճանապարհ եք բռնե, ինչա Նիկոլ պաշտպանեք կամ ինչա Ռոբերտ պաշտպանեք, ինչա Սերժ կամ Լևոն, արա երբ կլինի դուք ինքներդ ձեզ սկսեք պաշտպանել, արա այ ժողովուրդ։ Հենց դուք սկսեք ինքներդ ձեզ պաշտպանել, նրանք կֆռան արդեն կսկսեն ձեր մասին մտածել, բայց քանի դուք եք իրանց մասին մտածում, ճիշտ լինի թե սխալ լինի, դուք ապրում եք իրանց համար, իրանք վեճտի թքած են ունենալու ձեր վրա։